Համացանցից օգտվելը ավելի անվտանգ եւ ապահով։ Գավառ համայնքի 5 դպրոցում իրականացվող Մեդիագետ ծրագիրն ուսուցման տարբեր ձևաչափերով բարձրացնում է աշակերտների, նրանց ծնողների եւ ուսուցիչների մեդիագրագիտության մակարդակը։ Վերապատրաստված մանկավարժներն իրենց դպրոցներում ձևավորել են մեդիա ակումբներ 8-ից 11-րդ դասարանցիների եւ ծնողների մասնակցությամբ։ Մենք խոսել ենք այնպիսի թեմաներից, ինչպիսիք են գաղտնիության պահպանումը համացանցային հարթակներում, ֆիշինգից պաշտպանվելու մեթոդները, ինչպես թվային հարթակներում դրական թվային հետ, թողնել ծնողներին նաև տեղեկացրել ենք որոշակի գործիքների մասին, որոնցով կարող են վերահսկել իրենց երեխաների գտնվելը համացանցային հարթակներում։ Մեդիագետ պիտի աշակերտներին դարձնենք հենց փոքր տարիքից, որովհետև հատկապես հիմա, երբ որ բոլորս ենք համացանցում, բոլորս ենք օգտվում մեդիայից, պիտի լինենք իրազեկված, պիտի լինենք իսկապես մեդիագետ։ Ծրագրի շահառու աշակերտները ստացած գիտելիքներն ու հմտությունները դասընկերներին են փոխանցում իրենց պատրաստած իրազեկող թերթիկների եւ տեսանյութերի միջոցով, իսկ այդ տեղեկությունների յուրացումը ստուգում խաղ վիկտորինաներով։ Սովորեցինք, թե ինչ է թվային հետքը, դավադրությունների տեսությունը, ինչպես նաեւ ֆիշինգը, որը համարվում էր տվյալների կորզում։ Ինձ թվում է սա պետք է յուրաքանչյուր մարդու պաշտպանված լինելու համացանցում։ Մեդիա ակումբի անդամները կազմակերպել են տարբեր միջոցառումներ դպրոցի մյուս սովորողների համար։ Այսինքն փորձել ենք հնարավորինս լայն շրջանակ ընդգրկել, որպեսզի եւ ցածր դասարանի եւ միջին դասարանի աշակերտները ներգրավված լինեն։ Ծրագիրը կշարունակվի դպրոցների համար մշակված մեդիա պլանով։ Հաջորդ ուսումնական տարում եւս ծնողների եւ աշակերտների մասնակցությամբ ամսական 1-2 միջոցառում է նախատեսվում։ Մեդիագետ ծրագիրն իրականացնում է Սոցիալական երկխոսություն հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Ձգտում ավելի լավ ապագայի» համայնքների եւ քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում ծրագրի մեդիագրագիտություն բաղադրիչով։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։